Լավ, նայեք, հետևյալն է խնդիրը, պատմության ընթացքում Հայաստանի առաջին դեպքն է, երբ որ սահմանադրական դատարանում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է, այսինքն միշտ հիմնավորումները, որ բերվում է, քննարկում են, ասում են, այ կազդի արդյունքների վրա, չեր ազդի արդյունքների վրա, հիմա ունենք դեպք, երբ որ վերահաշվարկի արդյունքում հրապարակվել են թվեր, այդ թվերով Բարգավաճ Հայաստանը հավաքում է 4%-ից ավել, 50-ից ավելով է, այսինքն ձայն, հետո մեկ էլ հանկարծակի երկու հատ ընտրատեղամասում անվավեր են ճանաչվում և դրա արդյունքում 153 ձայն չի երիկում։ Առաջին դեպքն է, ցենց բան չի եղել, բայց ինչի չի եղել, սա էլ արձանագրեմ, որ իրականում շատ հաճախ մենք շփոթում ենք պարլամենտական եւ նախագահական ընտրությունների արդյունքները, պարլամենտական ընտրություններում 4% է անցողիկ շեմը, առաջին գեր հիմա 4 եւ այդ տոկոսը անցնելուց հետո է, որ կուսակցությունը անցնում է ազգային ժողով։ Նախագահականի դեպքում միշտ խնդիրը գնացել է 50% հավաքել են, չեն հավաքել, կեսից ավել են հավաքել, կեսից քիչ են հավաքել եւ դրանից կախված համապատասխան տոկոսներով։ Հիմա ինչ ակնկալիք ունենք, ակնկալիքը այն է, որ բոլորի մոտ աչքի առաջ պետք է հստակ լինի, որ հավաքվել է համապատասխանաբար 4%-ից ավել ձայն եւ ազդեցությունը ինքնին ապացուցված է։ Կրկնում եմ, վերահաշվարկից հետո անվավեր ճանաչելուց հետո տարբերությունը 153 էր։ Հիմա վերադառնում ձեր հարցին, ինչ ենք պահանջել։ Պահանջել ենք անվավեր ճանաչել արդյունքները, որովհետև ըստ էության պահանջը դա է։ Անվավեր ճանաչելու դեպքում սահմանադրական դատարանը 3 հնարավոր որոշում կարող է կայացնել։ Բացի որ անվավեր չճանաչի, անվավեր ճանաչելու դեպքում 3 հնարավոր որոշում կարող է կայացնել։ Մենք պահանջել ենք դրանցից երկուսը։ Առաջինը, որ ամբողջությամբ անվավեր եւ վերաքվեարկություն, որովհետեւ խախտումները եղել են շատ բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական, ինչքան էլ տարօրինակ չլինի, ուրիշներին են մեղադրում, բայց միջազգային միջամտությունը անվանական եղել է հենց ԿՊ-ի օգտին, մարդիկ, ովքեր իրավունք չունեն մասնակցել ընտրապայքարին, օրենսդրությունը հստակ սահմանում է, որ իրավունք ունեն ընտրելու, իրավունք ունեցող անձինք մասնակցել են եւ ոչ միայն պնդել են աջակցել ԿՊ-ի տեխնացությունը, այլ նաև ԿՊ-ն է դա վերցրել եւ իր ընտրավշավի մաս դարձրել, խոսքը գնում է մի շարք այլ երկրների նախագահների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ուղղակիորեն միջամտություն ներկայացնող այդ տեքստերը։ Չնայած էլ կրկնում եմ, իրենք էին պնդում, որ միջամտություններ կա ինչ-որ երկրներից։ Հիմա առաջին պահանջը եղել է դա, որ անվավեր ճանաչվի վերաքվեարկություն համապատասխանաբար ապահովելով իրավունքի գերակայությունը։ Խոսքը վերաբերվում է նաև արհեստական քրեական գործերին, բերման ենթարկելուն, սևացնելուն ուղղված պնդումներին եւ դրա ապոգեյը եղավ այսօր էր թե երեկ էր, 2 օր առաջ, երևի, երբ որ հարց տրվեց բանից օդանավակայանի ԱԱԾ-ի երեկ էր։ Դա ապշեցնող ուղղակի մարդու իրավունքների, անհատական տվյալների պաշտպանության, պետության պարտավորությունների տգիտության գագաթնակետ է, ինչա նշանակում ԱԱԾ-ն երբ կուզի կտարածի այդ տեղեկատվությունը։ ԱԱԾ-ն իրավունք չունի որևէ տեղեկատվություն տարածել եւ բերվեց մեկ օր, դա այդ կտորի չէ ուզում անդրադառնամ, շարունակեց, ասեց, այ մի անգամ էլ է եղել եւ Անդրանիկ Թևանյան, ով ԲՀԿ ցուցակի երկրորդ համարն էր։ Այսինքն սա ուղղակիորեն ցույց է տալիս հենց վարչական ռեսուրսի ամենատիպիկ օրինակը։ Հետևաբար ակնկալում ենք վերաքվեարկություն օրենքով սահմանված ընթացակարգերով, պահպանելով ամբողջ կանոնները, բայց որպես այլընտրանք հաշվի առնելով, որ մաթեմատիկական, ինչպես նշեցի, ԲՀԿ-ն ուներ այդ 4%-ը, առնվազն մանդատների բաշխման այլ կարգ, որով ԲՀԿ-ն կանցնի ազգային ժողով։ Պարոն Նորբելյան, վերահաշվարկ ամբողջ հանրապետությունը վերահաշվարկ չէ, վերաքվեարկություն, ուրիշ տարբերակ չկա։ Վերաքվեարկություն ամբողջ ուրիշ տարբերակ չկա։ Ուղղակի եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուներ մի քանի տարբերակ, այդ թվում նաև ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնել, ապա բանի դեպքում, սահմանադրական դատարանի դեպքում նման հնարավորություն չկա, կամ ինքը պետք է անվավեր ճանաչի եւ ամբողջությամբ վերաքվեարկություն նշանակի, կամ պետք է մանդատների այլ կարգ սահմանի, այնտեղ մի տարբերակ էլ կա, երկրորդ փուլ մենք համապատասխանաբար չենք պահանջել։ Պարոն Նորբելյան, վստահ եք վերաքվեարկության դեպքում նույն պատկերը չեք ունենա։ Նույն պատկերը, որ հստակեցնեք ինչի նկատի ունեք 4% անցնելը, թե ընտրախախտումները։ Եվ ընտրախախտումներով գուցե նաև սահմանադրական մեծամասնություն վերցնել։ Նայեք, ինչ կլինի ընտրության արդյունքները
Տիկին Տոնյանը հստակ նշեց, դրանում չի խնդիրը։ Խնդիրը այն է, որպեսզի կարողանա ժողովուրդը իր ընտրությունը տեղ հասցնել։ Վերջին հաշվով, հիմա եթե ժողովուրդը կորոշի, որ պետքա գնա վերաքվեարկության ժամանակ այլ ձևով քվեարկի, ուրեմն կգնա այլ ձևով կքվեարկի։ Եթե կորոշի, որ պետքա այլ ձևով ի օգուտ ընդդիմության քվեարկի, ուրեմն ընդդիմությունը, երբ որ կլինի երրորդ ուժերի, չորրորդ ուժերի, ուրեմն չորրորդ ուժերի։ Խնդիրը հետևյալն է։ Այդ վերաքվեարկության ինստիտուտի ամբողջ իմաստը կայանում է հետևյալում. եթե տեղի են ունեցել խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս իրականում բարձել ժողովրդի կամքը, իսկ մենք խոսում ենք դրա մասին, ապա պետք է լինի վերաքվեարկություն, բայց ոչ թե ավտոմատ տեխնիկական, մեխանիկական գործողություն, այլ ապահովելով իրավունքի գերակայությունը այն սկզբունքները, որոնք կան։ Հետևաբար սահմանադրական դատարանի որոշման մեջ ակնկալում ենք ոչ միայն եզրափակիչ մասը, որ ասի վերաքվեարկություն ամբողջ Հայաստանում, այլ նաև այդ խախտումների արձանագրում, որպեսզի հնարավոր լինի բացառել այդ խախտումների տեղի ունենալը նոր գործընթացի ընթացքում։ Վստահ եմ արդյոք չեմ կարող երբեք ոչ մի բանի վրա վստահ լինել, բայց ընդհանուր սկզբունքը հետևյալն է. պետք է անենք մեր առավելագույնը, կլինի այն ինչ կլինի, բայց մենք պետք է բոլորս անենք առավելագույնը սահմանադրություն եւ սահմանադրական արժեքները պաշտպանելու համար։ Որոնք են լինելու ձեր գործողությունները, եթե սահմանադրական դատարանը ձեր սպասելիքները չարդարացնի, հա չկայացնի որոշում։ Մեր ինիկատիվ ունեք իմ թե կուսակցության։ Կուսակցության Տիկին Տոնյանը կպատասխանի, ես եթե իրավաբանների մասով էլի հարց կասեմ։ Տեսեք, պարոն Օրբելյան, նախին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշում է, որ դիմելով սահմանադրական դատարան, քանի որ կանխատեսելի է ըստեյության ինչ որոշում կկայացնի դատարանը, այդ կերպ ուժերը լեգիտիմացնելու են ընտրության արդյունքները։ Ես չմեկնաբանեմ, ուժը որոշել է համապատասխանաբար դիմել, ես որպես իրավաբան գտնում եմ, որ եթե կա որևէ այցյան, որտեղ պետք է դիմել եւ մի հատ էլ շանս տալ կարգավորելու այս հանգամանքը կարծում եմ անհրաժեշտ է։ Պետք է սահմանադրական դատարանը խուսափի այն իրավիճակից, երբ որ նախկին աջաններում բոլորը նիստից հետո ասում էին մեզ խաբեցին, չեմ մասնավորեցնի ինչում խաբեցին, սահմանադրական դատարանն էլ որ խաբելու լինեն, թող իրանք իմանան, որ իրանք խաբում են։ Համապատասխանաբար հիմա ինչ որոշում կկայացնի չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ, որ կա շատ մաթեմատիկական դիմում։ Մաթեմատիկական, որ ասում եմ, շատ միանշանակ, աներկբա, հստակ, այսինքն այդ իմաստով։ Այստեղ մեր դիմում կա որոշակի հատվածներ, որտեղ ավելի ընդհանրական են խախտումները, որովհետև շատ են, ասենք, հա, վարչական ռեսուրսի օգտագործումը։ Բայց մնացած դեպքերում այս վերջին կտորին թվաբանական կտորը շատ հստակ եւ միանշանակ է եւ բոլորի աչքի առաջ է լինելու կտեսնենք։ Հիմա վերադառնալով լեգիտիմացնելու լեգիտիմությունը ինքը քաղաքագիտական, քաղաքաիրավական կատեգորիա է, նույն տրամաբանությամբ կարելի է պնդել չմասնակցենք ընտրություններին կլեգիտիմացնենք, նիստին կլեգիտիմացնենք, մյուս կողմից էլ կարելի է իհարկե համաձայնվել ասելով, որ ցանկացած իրավական գործընթացի մասնակցություն ցույց է տալիս որոշակի վստահության էլեմենտ, բայց քանի որ գործող սահմանադրության շրջանակներում այլ ընդհանցակարգեր առկա չեն, մի հատ ընդհանցակարգ փորձեցին գործընկերները միասնության թևերից, այն վերջին երկու որոշումներից երկրորդը բողոքարկում է սահմանադրական դատարան, բայց այն մեծ որոշումը, որտեղ երկար ինչ-որ նկարագրել էր իրարահակած պնդումներով կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը, դա փորձեցին վարչական դատարանը համապատասխանաբար չընդունեց։ Հետևաբար այլ իրավական գործընթաց կան դա, մենք այս պահին ոնց որ հրատապ չենք տեսնում, ինչը չի բացառում մնացած բոլոր իրավաչափ օրենքի շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, եթե պատասխանեցի ձեր հարցին։ Ներկայացուցիչները 3 հոգով ենք, ես եմ, իմ գործընկերն է Վահեն Գրիգորյան եւ Էլինա Վարդանյան, ըստ էության օրենքը թույլ է տալիս 3 հոգու, մինչեւ 3 հոգի ներկայացուցիչ ունենալ, մեզնից ով կներկայացնի որ մասը, արդեն տեղում աշխատանքային ռեժիմով կորոշենք։ Մանդատների այլ կարգ սահմանելը նշանակում է հետևյալը. եթե սահմանադրական դատարանը գա եզրահանգման, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէր անվավեր ճանաչել այն երկու տեղամասերում արդյունքները, ապա բայց այն մնացած արգումենտների հետ չհամաձայնվի, որոնք իմ կարծիքով պակաս ուժեղ չեն, պակաս միանշանակ չի այդ ազդեցությունը, ապա պետք է գա եզրահանգման, որ իրականում ձայների այլ բաշխում է լինելու եւ արկա այս վերջին որոշման բաշխման փոխարեն պետք է այլ թվեր լինեն, ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կստանա, եթե չեմ սխալվում, հաշվել է 5 կամ 4 մանդատ, այսինքն անցողիկ չեմով 5 մանդատեր ոնց որ անցնում, ԿՊ-ներ պակասում
եւ օպոզիցիոն ուժերից էլի մեկը մի մանդատ կորցնում էր, բայց ըստ էության այն բաշխումը կլինի, որը կլիներ, եթե անվավեր չճանաչվեին եւ ձայները բաշխվեին այդպես։